արժան ես Տեր, արժան ես արքերի, դու արժան ես արքերի, արժան ես արքերի, դու արժան ես արքերի, արժան ես Տեր, գոմասանք քեզ Տեր, մեծարանք քեզ Տեր, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը հավիտյան, Տերն է իմ բաժինը հավիտյան, արժան է նա, արժան ես Տեր, շնորհակալ ենք քեզ Տեր, դու ես որ պահում ես ինձ, դու ես որ սիրում ես ինձ, դու ես Տերը հայրը բոլորի, մարդի դաշտում ինձ պահպանում ես, առջևում պատերազմում ես, դու ես հայրը Տերը աշխարհի, Աբա, 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 թագավորն ես իմ, դու ես, դու ես, դու ես հայրը բոլորի, անդադար դու ինձ տերում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տերը աշխարհի, Աբա, 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 թագավորն ես իմ, դու ես, դու ես, դու ես հայրը բոլորի, անդադար դու ինձ տերում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տերը աշխարհի, դու ես, որ սիրում ես ինձ, դու ես, որ ահում ես ինձ, դու ես Տերը հայրը բոլորի, մարդի դաշտում ինձ պահպանում ես, առջևում պատերազմում ես, դու ես հայրը Տերը աշխարհի, Աբա, 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 թագավորն ես իմ, դու ես, դու ես, դու ես հայրը բոլորի, անդադար դու ինձ տերում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տերը աշխարհի, Աբա, 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 թագավորն ես իմ, դու ես, դու ես, դու ես հայրը բոլորի, և անդադար դու ինձ տերում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տերը աշխարհի, Աբա, 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 թագավորն ես իմ, դու ես, դու ես, դու ես հայրը բոլորի, անդադար դու ինձ տերում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տերը աշխարհի, Աբա, 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 թագավորն ես իմ,
ինձներում ես, միայն դու ես, որ սիրում ես, Աբա, Տերը աշխարհի Դու ես այրը բոլորի Անդադար դու ինձ ներում ես Միայն դու ես որ սիրում ես Աբա Տերը աշխարհի Փառք լինի Տիրոջը այո ամեն Փառք եւ մեծարանք Տիրոջը Շնորհակալ ենք Տեր միայն քեզ Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր իմ սքանչելի Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տերը ողջ ազգերի Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տերը փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տերը փառավորված Միայն քեզ Տեր Փառք պատիվ մեծարանք իմ Աստված Եվ երգում ենք քեզ բարձրաձայն ասելով Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր իմ սքանչելի Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տերը ողջ ազգերի Միասին ասենք փառքերով ես մեծարված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տերը փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տերը փառավորված Այո Տեր փայլում ես դու Փառքերով ես մեծարված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տերը փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տերը փառավորված Փայլում ես Տերը փառավորված
փայլում է նա ամենուր։ Մեր Տերը փայլող է։ Փայլող աստղն է նա, փայլող տիեզերքը, փայլող երկիրը եւ մեր երեսը փայլոսնողը, ինչպես ամեն անգամ ասում եմ ամեն։ Քո աչքերը ինձ տեսան, քո սուրբ ձեռքը հանեց ընկածիս։ Արցունքները մաքրեց եւ վերքերին դարման դրեց մեր բարի Տերը։ Ամեն։ Աչքերը ինձ տեսան, քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածիս, արցունքներս մաքրեցին, վերքերիս դարմաններ, արյունովդ ինձ հավետ փրկեցին, քո աչքերը քո հայացքը ինձ գտա, քո սուրբ ձեռքը վեր հանեց ընկածիս, արցունքներս մաքրեցիր, վերքերիս դարմաններ, արյունովդ ինձ հավետ սրբեցիր, փրկության բաժակս կվեցներ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացներ, սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերեքեն, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորանեն, փրկության բաժակս կվերցներ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացներ, սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերեքեն, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորանեն։ Թող որ այսօր սիրտը տորնի Տիրոջը, ողջ սրտով, ողջ հոգով եւ քո ողջ էությամբ, օրհնիր նրան, նրա սուրբ անունը, որ վեր է ամեն անուններից։ Հալելույա։ Հանդերձներս փոխեցիր, պատմուճանից հագցրիր, իմ գլուխը նոր յուղով ոցեցիր, նոր անվամբ ինձ կանչեցիր, ժառանգորդը դարձրիր, սուրբ հոգովդ ինձ նոր մարդ դարձրիր, հանդերձներս փոխեցիր, պատմուճանից հագցրիր, իմ գլուխը նոր յուղով ոցեցիր, նոր անվամբ ինձ կանչեցիր, ժառանգորդը դարձրիր, սուրբ հոգովդ ինձ նոր մարդ դարձրիր, փրկության բաժակս կվերցներ, օրհնության սիրո խոսքեր կբարձրացներ, սուրբ տաճարիդ մեջ քեզ սաղմոսներ կերեքեն, ողջ հոգով եւ ողջ սրտով քեզ կորանեն, փրկության բաժակս կվերցներ, օրհնության սիրո խոսքեր
Տեր։ Փառք լինի քեզ Տեր։ Որովհետև մենք ամեն ժամանակ չենք տրտնջում, այլ գոհություն Տիրոջը։ Որովհետև հոգևոր մարդու կյանքում պետք է չլինի տրտնջ։ Եթե անգամ դա կա, որովհետև շատ նորմալ է, եթե դա կա, պետք է ապա Տիրոջ հոգիով հաղթենք տրտնջին եւ մեր կյանքում գան գոհության եւ լուսավոր օրեր։ Եվ իհարկե առանց քեզ որ չկա կյանք Տեր, առանց քեզ առանց քեզ աչքերս թաց են, առանց քեզ ամպերը պատած են, չեմ ուզում ես ապրել առանց քեզ, առանց քեզ ինձ մեղքն է ճնշել, չեմ ուզում ուշ չունել, արի սիրտդ բաց, արի կոտարված, կընդունեմ, միայն թե գաս, կընդունեմ, ինչպես որ կաս, դե արի ուշանա, արի կոտարված, կընդունեմ, միայն թե գաս, կընդունեմ, ինչպես որ կաս, նայիր ձեռքերիս արյունոտ վերքերիս խաչվեց նա քեզ համար որ լինես մեղքից դու ազատ, որ ապրես կյանքով հավիտյան, արի սիրտդ բաց, արի կոտարված, կընդունեմ, միայն թե գաս, կընդունեմ, ինչպես որ կաս, դե արի ուշանա, արի սիրտդ բաց, արի կոտարված, կընդունեմ, միայն թե գաս, կընդունեմ, ինչպես որ կաս, արի սիրտդ բաց, արի կոտարված, կընդունեմ, ինչպես որ կաս։ Եվ իհարկե շնորհակալ լինենք Տիրոջը, որ նա մեզ ընդունեց ինչպես որ մենք կանք, ապա եթե կարծում ես Տերը մեզ չընդուներ ինչպես որ մենք կանք, ինչպիսի դժվար կյանք էինք ունենալու եւ ինչպիսի դժվար գիտությամբ էին առաջնորդվելու, բայց գիտենք, որ Տիրոջ գիտությունը մեզ համար պետք է լինի բարի եւ հաճելի։ Այդ իսկ պատճառով Տերը հաշվի է առել այն հանգամանքները բոլոր մարդկային,
թերացումներ, տկարություններ, գիտեք, ինչու եմ շեշտում թերությունները մարդկային, որտեղ դրա մասին առաջինը գիտի Տերը, և այս երգերն էլ, որ ստեղծվել են, իհարկե Տիրոջ հոգով լցված մարդիկ գրել են այս երգերը և այս երգերի միջոցով էլ կատարվում է ավետարանչություն, որտեղ Տերը ասում է միայն թե գաս, այսինքն զավակս ես չեմ նայի քո սխալներին, ապա միայն դու արի, որտեղ քո գալն է կարևոր, Տերը հենց էդ է ուզում, որովհետև Տերը շատ լավ գիտի, եթե իր զավակը մոտենա իրան, ժամանակի ընթացքում տաշած քարի պես է, Տերը տաշում է, մարդուն տաշում է և սարքում է հղկված և գեղեցիկ քար, և մի հատ լավ ասացվածք ունենք հայկական, որ ասում է տաշած քարը գետնին չի մնում, ապա Աստծո տաշածը գետնին չի մնալու, Աստծո տաշած մարդիկ պետք է լինեն գիտնականներ, գիտությամբ լցված, հոգով, սիրով և ճշմարտությունով լցված, ժամանակներ առաջ, հիմա շատ ունենք, չէ, հայագետներ, գիտնականներ, ամբողջ աշխարհում, ոչ միայն հայագետներ, բայց առաջներում, շատ դարեր առաջ, հիմնական գիտնականները եղել են հոգևորականները, ապա տեսեք ինչպիսի Տերը մեզ, այսպես ասած, ընծայ է արել, շնորհք է տվել, որ առաջնորդվենք իրենով և առաջ գնանք, ես միշտ շեշտում եմ այս Մատթեոս 23-ի 12-ը, որ ուրեմն ամեն իրեն բարձրացնող կխոնարհեցվի և ամեն իրեն խոնարհեցնող կբարձրացվի, սա շատ կարևոր է, շատ, որտև ես այսքան ժամանակ չեմ տեսել դեռ մի հոգու, որ իրեն բարձրացնի ու դրան չհաջորդի ինչ-որ անկում, լավ, այսպես չեմ ուզում այդ անկումը լինի այդ մարդու կյանքում, բայց այդպես գործում է հոգևոր օրենքները, Մատթեոս 23:12, ապա մենք էլ հաստատակամ մնանք և անպայման Մատթեոս 23:12-ը չմոռանանք ու կատարենք։ Եկեք կատարենք մեր ընծաները, համարեք, որ սա ես ընծայի խոսք խոսեցի, որտև ինչ էլ խոսենք Աստծո մասին հաճելի է, այս տան մասին, որտեղ քարոզվում է Աստծո խոսքը, որտեղ մարդկանց բացատրվում է Աստծո խոսքը, վարդապետություն է բացատրվում, որպեսզի մարդիկ ունենան իրենց ուրույն տեղը առօրյայում, որպեսզի տարբեր ինֆորմացիաներով չտարվեն և չշեղվեն իրական կյանքից և ճշմարտությունից, որտեղ Աստված հոգի է և բնակվում է ամենուր, որպեսզի մենք ունենանք աղոթքի կյանք, հավատքի կյանք և չլինենք կասկածողներ, չլինենք փարիսեցիների նման, այլ լինենք և լինենք նրա ընտրյալների նման, նա որ ընտրել է, եթե այդպես է, Տերը ընտրել է, ուրեմն հավատա դու քեզանից բան ես ներկայացնում, այդ շատ կարևոր է Տիրոջ մեջ, ևս մեկ երգ եմ ուզում երգեմ, անկեղծ ասած ես մի քիչ առողջապես, այսպես, շնորհակալություն, և այս երգը, գիտեք, շատ մի երկու տարի առաջ ունեի իմ սիրելի երգերը, որ ես երգում եմ, բայց այս երգը, ինչ-որ տարիների ընթացքում ինչ-որ մեծանում եմ, այս երգը ավելի է գալիս տեղ, երևի այն առաջի հորիզոնականներում է, չգիտեմ, ինձ համար այսպես է դարել։ Քեզ է ուզում Հիսուս փրկիչ քեզ է կանչում Փորձություններ ունեն բազում Քեզ պաշտելուց չեն դադարում Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում է քեզ
հաճախ կյանքում սայթակում եմ սուր ցավերիս նկարանում վիրավոր է սիրտս թեև բայց կոչում է քոնեմ իմ Տեր ես պատկանում եմ քեզ օքով պաշտում եմ քեզ օքի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ ես պատկանում եմ քեզ օքով պաշտում եմ քեզ օքի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Եվս մեկ անգամ միասին երգենք բարձրաձայն ասենք քոնն ենք Տեր եւ պատկանում ենք քեզ ամբողջովին Ես պատկանում եմ քեզ օքով պաշտում եմ քեզ օքի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ օքով պաշտում եմ քեզ օքի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ միայն քեզ Փառք Տիրոջ է կարող ես ծափարել նրան Արժան է երկրպագության, փառաբանության, գովասանքի Փառք Աստծուն Տերը օրհնի փառաբանության խումբ կարող եք զբաղեցնել ձեր տեղերը Տերը օրհնի շատ Փառք Աստծուն, ամեն Կարող է սրտանց փառաբանել Աստծուն եւ ասել հրաշալի օր է այսօր Հարգելի պատճառով մեր երաժիշտները այսօր չկան, մի քիչ դժվար առանց երաժիշտների ծառայելը, բայց ամեն բան հեշտ է Աստծով։ Գիտես տարվա վերջ է եւ ուզում տարվա վերջին մի տեսակ քննության նման լինի այսօրվա ծառայությունը եւ ամեն մեկս կարողանանք քննել մեր սրտերը, մեր անձերը, հասկանանք ով ենք մենք եւ որտեղ ենք մենք եւ ամենավերջում ծառայության վերջում, քարոզի վերջում կունենանք մի բան ուխտ անել Աստծո հետ եւ միմյանց հետ։ Իհարկե չեմ կանչելու առաջ եւ ամեն մարդ իր տեղում թողանի այդ ուխտը։ Բայց այսօր պետք է խոսեմ, որ Տերը բարի է եւ Աստված քեզ համար ունի մեծ ծրագիր եւ մեծ նպատակ։ Տարվա վերջի համար մի կիրակի էլ ունենք իհարկե եւ ամեն տարվա վերջի կիրակին մենք խոսում ենք տեսիլքների, մարգարեության եւ ապագայի մասին, սակայն այսօր ես կխոսեմ քո կոչման մասին, ով ես դու եւ ինչ պետք է դու անես եւ ինչն է քեզ հետ պահում։ Եվ երբ որ գիշեր մտածում եի այդ մասին, այսպիսի բան եկավ իմ սրտում, որ մի քանի չորեքշաբթիներ, այսինքն ծառայողական հավաքույթներին մենք խոսում էինք Գեդեոնի մասին, սիրելի ծառայողներ, եւ այդպես էլ չհասցրեցինք ավարտին, եւ այսօր մենք կհասցնենք ավարտին այս խոսքի մասը։
Եվ ուզում եմ, որ այս խոսքը ավարտին հասնելու համար մենք վերջում անենք մեր ուխտը Աստծո հետ եւ իրար հետ։ Այսօր լիարժեք հաղթանակի օր է։ Թող ինչ-որ մեկն ասի, այսօր լիարժեք հաղթանակի օր է եւ Աստված այսօր մեզ ունի ժառանգություն, որ նրա ժառանգության անունն է Հիսուս Քրիստոս։ Գիտեք, ամեն մեկս մտածում ենք ինչ է ժառանգությունը։ Երբ է ժառանգությունը մարդուն հասնում, երբ որ կտակ գրողը մահանում է, այդ ժամանակ երբ որ դու կտակ ես գրում մեկին, հետո մահանում ես, այդ ժամանակ երբ որ կտակը բացում են, այդ ժամանակ է կտակը դառնում տվյալ մարդու համար հասանելի կամ իրավաբանորեն ճշմարիտ։ Եվ ուզում ասել Տեր Հիսուս Քրիստոս երբ որ մեռավ, ինքը կտակ ուներ մեզ համար պահած եւ ուներ ժառանգություն։ Գիտենք, որ Ղևտացիների ժառանգությունը Տերն էր եւ ասում է ես եմ ձեր ժառանգությունը եւ Քրիստոսի ժառանգությունը իր անունն էր։ Դրա համար երբ որ նա մեռավ, այդ կտակը բացվեց եւ թողեց իր անունը, մեծ կտակ, իր անվան մեջ կա զորություն, կարողություն եւ ամեն բան, նրա անվան մեջ, Հիսուս անվան մեջ կա զորություն։ Այդ իսկ պատճառով Հիսուս անունը մեզ համար կտակ է, որ նա երբ որ մեռավ, հետո հարություն առավ, արդեն տվել էր իր անունը մեզ։ Հիսուս նշանակում է փրկիչ եւ Քրիստոս նշանակում է օծյալ։ Փրկիչ Տերը մեզ թողեց իր զորությունը, կարողությունը եւ այն նպատակների իրականացումը, որ նա երկրի վրա ուներ եւ ամեն բան տվեց մեզ։ Եվ ուզում եմ, որ միանգամից բացենք դատավորաց 6-րդ գլուխը եւ նայենք, եւ Իսրայելի որդիները Տիրոջ առաջին չարություն արեցին, եւ Տերը նրանց 7 տարի մադիանացիների ձեռքը մատնեց, ով մատնեց Աստված։ Չարություն արեց Իսրայելի ժողովուրդը, երբ որ ինչ-որ բան մեր կյանքում այնպես չէ, մենք անցնում ենք նեղությունների մի շրջան, անցնում ենք ճանապարհ եւ չգիտենք ինչու ենք անցնում։ Այդ իսկ պատճառով մեզ պետք է հայտնության եւ իմաստության հոգին Աստծո գիտությունով, որպեսզի հասկանանք, այ ինչն էր պատճառը, ինչն է պատճառը, որ ես հիմա այս ճանապարհն անցնում եմ կամ անցնում եմ, որպեսզի ինչ լինի։ Գեդեոնի կյանքում ճանապարհ անցնելը դա նրա զորության, կարողության բացահայտման համար էր։ Մեր տկարությունների մեջ կատարվում է Աստծո զորությունը, ասա իմ տկարության մեջ է կատարվում Աստծո զորությունը, որովհետև երբ որ ես տկարանում եմ, այդ ժամանակ էլ զորանում եմ։ Եվ ով մատնեց նրանց մադիանացիների ձեռքը Տերը։ Շատ ժամանակ մենք ասում ենք, այ սատանան արեց, ինչ բան արեց, սակայն բաներ կա, որ Տիրոջ թույլատու կամքով է լինում, եւ Աստված թույլ է տալիս, եւ դրա համար է, որ 2-րդ Օրհնած 8-րդ գլխում գրված է, եւ ես քեզ կտանեմ անապատ, որպեսզի դու տեսնես ինչ կա քո սրտի մեջ։ Չէ՞ որ երբ որ մենք անապատում ենք, այդ ժամանակ մեր սրտի մեջինը մեզ հայտնի դառնում։ Աստված գիտի մեր սրտերը։ Աստված սրտերը եւ երիկամունքները քննող Աստված է։ Նա գիտի մեր սրտերը եւ երիկամունքները քննող Աստված է։ Նա ամեն բան գիտի, նա չի տանում մեզ անապատ, որպեսզի ինքը տեսնի ինչ կա մեր սրտերի մեջ։ Նա տանում է մեզ անապատ մի տեղ, այսինքն այդ չորության վայրը, որպեսզի մենք տեսնենք ինչ կա մեր սրտերի մեջ։ Այլապես մենք այդպես էլ կյանքում չենք կարող հասկանալ ինչ կա մեր սրտերի մեջ։ Բայց երբ որ մենք անապատ վայրում ենք, անապատ չորության մեջ ենք, մենք սկսում ենք հասկանալ ինչ կա մեր սրտերի մեջ եւ ասում եմ Տերը մատնեց եւ ասում եմ եւ Աստված եւ Հիսուսին Սուրբ Հոգին տարավ անապատ։ Ով տարավ Հիսուսին անապատ, ասում է, տարավ, Սատանայից փորձվեց, բայց ով տարավ, Աստված փորձիչ չէ, ինքը վատ բաներով չի փորձում եւ ինքն էլ չի փորձվում, սակայն նա տանում է, որպեսզի դու այդ փորձության ճանապարհը անցնելով ինչ լինես, ընտիր գտնվես, ինչպես մեկ օր մեր եղբայրը այստեղ քարոզում էր, որպեսզի փորձության ճանապարհը անցնելով դու ընտիր գտնվես։ Եվ այս ճանապարհները, որ մենք անցնում ենք, մենք պետք է ընտիր գտնվենք։ Գիտեք, ժամանակները չար են։ Եվ այնքան մոտ է Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը, ինչով ենք մենք զբաղված, որտեղ ամեր պարապը լրացվում, եւ ոչ մեկը չեն կարողանում հասկանալ, որ այնքան մոտ է, այնքան ժամանակները չար են, ամեն բան փոխվել է։ Նոր ժամանակահատվածում ենք ապրում, նոր շրջանում ենք ապրում, եւ շատ ժամանակ մենք ուղղակի խաղում ենք քրիստոնեական կյանք, խաղում ենք Քրիստոս, սակայն այսօր ես ուզում եմ, որ մենք խաղերից դուրս գանք եւ հասկանանք ով ենք մենք Քրիստոս Աստծո մեջ, եւ ասում է եւ այնքան մադիանացիների պատճառով սովը սաստկացավ նրանց կյանքում, Իսրայելի ժողովուրդը ինչ արեց մադիանացիների պատճառով իրանց համար սարերի մեջ խոռոչներ, քարայրներ եւ պատնեշներ շինեցին։ Գիտես, ուզում եմ ամեն մի խոսքի վրա այսօր կանգ առնեմ, սակայն ժամանակը կարճ է եւ ես չեմ կարող ամեն մի խոսքը մանրացնել, սակայն կան բաներ, որոնց վրա պետք է շեշտադրում անել։ Երբ որ դժվարությունները գալիս են, մենք թաքնվում ենք։
Սակայն ժամանակն է, որ մենք այդ դժվարություններից դուրս գանք եւ աղաղակենք դեպի Տերը։ Շատ ժամանակ մենք թաքնվում ենք Տիրոջ երեսից ինչպես Ադամը։ Տեր, ես քո ոտքերի ձայնը լսեցի եւ թաքնվեցի։ Պետք է որ այսօր ոչ թե մենք թաքնվենք, այլ թաքստոցից դուրս գանք, սակայն նրանք քարայրներ շինեցին եւ քարայրների մեջ թաքնվեցին, բայց դա նրանց չփրկեց։ Եվ մադիանացիները նրանց վրա էին գալիս, եւ ամաղեկացիները եւ արևելի բնակիչներն էլ էին նրանց վրա գալիս, եւ նրանց դեմ բանակ կազմելով փչացնում էին բերքը մինչև Գազա եւ Իսրայելի մեջ ապրուստ չէին թողում, ոչ ոչխար, ոչ արջառ, ոչ էլ որևէ էշ, որտեվ նրանք իրենց հոտերով եւ իրենց վրաններով վեր էին կենում եւ գալիս էին մարախի պես բազմությամբ։ Դուք նկատել եք, երբեմն խնդիրներն ու դժվարությունները այնքան շատ են։ Երբեմն մենք մտածում ենք Աստված իմ այսինչ բանից պրծանք, այսինչ բան եկավ, հիմա այսինչ բանը հազիվ մի կերպ կարողացանք հաղթահարել, հիմա մյուսը եկավ, հիմա այսինչը հաղթահարեցի, հետո մյուսը եկավ։ Եվ ես անդադար գիտեք ինչ եմ մտածում, երբ որ մենք երեխա ենք, մենք սա չէինք հասկանում, բայց երբ որ մենք մեծացանք, մենք անդադար հասկանում ենք, մենք միշտ հասկանում ենք, որ կյանքը դա պայքար է։ Ծնված օրից մինչև այսօր պայքար է։ Դու չես կարող հանգստանալ, դու չես կարող ասել, ինչ հանգիստ շրջան եմ ապրում, չկա նման բան, կան ուրախության օրեր, ամեն բանի ժամանակ կա, ինչպես ասում է ժողովողը, այո, կան ուրախության, զվարճանքի օրեր, բայց անդադար պայքարում ես, սկզբում պայքարում ես, որ ծնվես, հետո պայքարում ես, որ ապրես, հետո քանի երեխա ես չես հասկանում, քո համար մարդիկ են պայքարում, մեծանում ես, սկսում ես պայքարել, որ դու ապրես, հետո երեխաներիդ համար, հետո թոռներիդ համար, հետո ինչ որ ունեցվածքի համար, գույքի համար, ստացվածքի համար, անդադար կյանքը պայքար է։ Եվ մինչև կյանքի վերջ մենք հոգնում ենք, եւ Աստված ասում է ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ես պետք է ինչ անեմ հանգիստ տամ։ Եթե շատ արագ եմ խոսում, ասեք։ Ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ եւ բեռնավորվածներ, գիտեք Հայաստանի եկեղեցում նորից եմ ասում, երբ որ ծառայում ասում են չափը մի քիչ, այս անգամ լավ էր, մի քիչ դե սովորել եք իմ տեմպին, գիտեք որ արագ եմ խոսում, հասցնում եք ընկալել, սովորել եք, հա։ Թարգմանություն չկա այսօր, բայց ուզում եմ, որ բոլորը լինեն Աստծո տան մեջ։ Եվ գիտեք, ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ եւ ամեն բեռնավորվածներ եւ ես պիտի հանգիստամ։ Ես ուզում այսօր կարողանալ մտնել Տիրոջ հանգիստը։ Այսօր Կիրակ է, եկեք մտնենք Տիրոջ հանգիստը։ Այսօր Կիրակ է, եկեք մեզ ամեն բանից անջատենք, կտրենք, ամբողջ շաբաթ պայքարել ենք։ Ես ամբողջ շաբաթ պայքարել եմ, ես ամբողջ գիշեր այս գիշեր պայքարել եմ մտքերի հետ, պայքարել եմ դժվարությունների դեմ, պայքարել եմ այդ խնդիրների դեմ, չեմ կարողացել հանգստանալ։ Տեր Աստված, իմ հույսը դու ես։ Իմա բավե։ Հասիր ինձ օգնության, այսօր մեր իհարկե Հովանես եղբայրն էր հիվանդ, ասում ոնց եմ երկելու, ոնց եմ գալու, ասում եմ Տանյան չկա, մյուս երաժշտի չկա, մյուս երկողների չկա, պիտի երգես։ Եվ ինքը ասում է դե չեմ կարող, ասում դու կարող ես ամեն բան, քեզ օրացնող Քրիստոսով եւ ոչ ոք չզգաց, որ ինքը հիվանդ է։ Փառք Աստծո, ամեն։ Գիտես, եթե դու կանգնում ես, Աստված քեզ հետ է։ Երբ որ դու կանգնում ես, եւ ես ասում եմ, Տիրոջ հանգստի օրն է, եւ ես առավոտյան ամբողջ գիշեր տանջվեցի մտքերից, խնդիրներից, ցավերից, այ Տեր Աստված, այս խնդրեմը, Տեր Աստված, վերջապես ես հանձնվում եմ քեզ։ Երբ որ դու հանձնվում ես Աստծուն, այնքան հեշտ է։ Երբ որ Տեր ես հանձնվում եմ քեզ եւ այս առավոտ ես գալիս եմ քո առաջ, գիտես մյուս հովիվների նման չեմ գալիս ասում դե գիտեք, ես կյանքում չունեմ դժվարություններ, այնքան հեշտ ամեն բան, գիտես դուս ես ասում եմ դժվարություն, դու էլ ես ասում դժվարություն, բոլոր հովիվներն ասում են դժվարություն, բոլոր առաքյալներն անցել են դժվարություններ, գիտես Պողոս առաքյալն ասում է ծեծերում, բանտերում, սուտ եղբայրներից վտանգներ, վերջը նավակոծություններից վտանգներ, 39 անգամ ձախկով ծեծվեցի եւ չգիտեմ ինչ։ Լավ ախպեր ջան, սենց է քրիստոնեական կյանքը, Ժորժ ջան, սենց է քրիստոնեական կյանքը հեշտ հանգիստ է խաղաղ կյանքը, չէ, եկեք խաղանք, եկեք էս ինչ անենք, եկեք հանգստանանք, ոչ եկեք պայքարենք։ Եվ այստեղ պետք էր, որ Գեդեոնի այդ մարդիկ, Գեդեոնը դեռ չգիտեր, որ այդ ժողովրդի իր ժողովուրդն է, իրանք պիտի պայքարեին եւ պետք էր մեկ մարդ է պետք, որ քո հետևում շատ մարդիկ կանգնեն։ Մեկ մարդ է պետք։ Մեկը պետք է ասի, ահա ես։ Եվ
ասում է թիվ ու դադար չկար եւ Իսրայելը մադանասների պատճառով շատ աղքատացավ եւ Իսրայելի որդիքը Տիրոջ աղաղակեցին։ Այսօր ժամանակն է, որ մենք կարողանանք աղաղակել դեպի Տերը։ Գիտեք, բազմիցս ասել եմ, սիրելի Աստծո ժողովուրդ, եկեք միասին կանգնենք եւ աղաղակենք, ժամանակն է աղաղակելու։ Այսօր իհարկե Կիրակի, այսօր հանգստի օր է։ Այսօր եկել ենք պաշտելու, ես պատկանում եմ քեզ։ Ես եկել եմ այսօր ինչ անելու, պաշտելու, նրա երեսը փնտրելու եւ ասելու, ես եկել եմ հանգստանալու, բայց ամբողջ շաբաթ 6 օր դու պիտի պայքարես, աղաղակեցեք դեպի Տերը։ Գիտեք, մենք այնքան քիչ ենք աղաղակում։ Եվ այնքան շատ բան ենք ուզում Աստծուց։ Աստված ասում է, չունեք, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չար կերպով եք խնդրում։ Այդ պատճառով չունեք։ Բայց ժամանակն եկել է, որ մենք ասենք, իմ հույսը ոչ թե իմ վրա է, ոչ թե իմ բասկի վրա է, այլ իմ հույսը քո վրա է, ով իմ Աստված, որտեվ դու ես հաղթողը, ես շատ սխալներ եմ արել, բայց դու Աստված իմ կարող ես ինձ այդ սխալներից անել եւ ասել, որն է մեր սխալը։ Երբ որ Իսրայելի որդիները Տիրոջ աղաղակեցին, մադիանացիների պատճառով, Տերը Իսրայելի, տեսեք, մադիանացիների պատճառով, ինչի պատճառով պիտի աղաղակես։ Եկել է դժվարությունները, պատճառ կա։ Տեր, այսինչ բանի պատճառով ես այսօր եկել եմ քեզ աղաղակելու, Տերը չգիտի, բայց դու պիտի ասես, դու պիտի անպայման ասես, ես այսինչ բանի պատճառով եկել եմ աղաղակելու եւ քեզ ասելու Աստվածս, աղաղակեցին մադիանացիների պատճառով, Տերը Իսրայելի որդկանց համար մեկ մարգարե ուղարկեց, հալելույա, որ Աստված ուղարկում է իր մարգարեներին, Աստված Հիսուս Քրիստոսին ուղարկեց որպես մարգարե, որպես թագավոր եւ որպես Աստված, հալելույա, ամեն, նա եւ Աստված է, եւ մարգարե է, եւ թագավոր է, Եվ նա այն մարգարեն է, որ ամեն իր մարգարեական խոսքը տվել է մեզ որպես ուղերձ, որպես նշան, որպես բարիք, եւ մենք այսօր այս մարգարեական ծառայությունը պետք է վերցնենք եւ ասենք, որն է իմ դժբախտության պատճառը։ Եվ այդ մարգարեն եկավ Իսրայելի ժողովրդին ասեց. Տեր Աստված այսպես ասում, ես ձեզ Եգիպտոսից հանեցի եւ ձեզ ծառայության տնից դուրս բերեցի, այսինքն դուք ծառաներ եք, բայց ես այսօր ձեզ ազատ եմ արել։ Ինչ որ մեկը թող ասի, ես ժամանակին ծառայի աշխարհին, ծառայի Եգիպտոսին, ծառայի աշխարհին, բայց ես այսօր ազատ եմ, ես Տիրոջ ազատն եմ։ Մենք շատ ժամանակ երգում ենք ես ազատ եմ։ Ես ազատ եմ, եւ ես այսօր ուզում ասեմ, ժողովուրդ եկեք այսօր ասենք, ես Տիրոջ ազատն եմ, ես այսօր ազատություն եմ ուզում, ազատություն, ես Տիրոջ ազատն եմ, եւ այսօր եկել եմ, որպեսզի Տերը իմ կյանքում բերի ազատություն, եւ ասում եմ, դուք մի ժամանակ գերի էիք, բայց ես այսօր ձեզ նեղություններից հանեցի, նրանց ձեռքից ազատեցի, ամեն ինչից քշեցի, նրանց երկիրը ձեզ տվեցի, Եվ ես ասեցի, ես եմ քո Աստվածը, մի վախեցեք ամորացիների աստվածներից, որոնց երկրում դուք բնակվում եք, բայց դուք իմ խոսքին չլսեցիք։ Տեսեք, մի վախեցեք այդ բոլոր նեղություններից, մի վախեցեք այդ ամորացիներից, փխշտացիներից, ամեն նեղություններից, հիվանդություններից, աղքատությունից, մնացած այլ բաներից, մի վախեցեք, բայց դուք ինչ արեցիք, դուք դարձյալ վախեցաք, այդ իսկ պատճառով դուք գնալով աղքատացաք։ Երբ որ գալիս է վախը, գալիս է աղքատությունը, աղքատություն մարմնիդ մեջ, աղքատություն մտքիդ մեջ, աղքատություն ֆինանսների մեջ, աղքատություն առողջությանդ մեջ, աղքատություն, որտեղ գալիս է վախը, գիտեք, վախերը գալիս են որտեղից դժոխքից։ Վախերը գալիս են դժոխքից։ Երկրորդ Տիմոթեոսի 1:7-ում ասում է, ես ձեզ չեմ տվել վախի հոգին, այլ ես ձեզ տվել եմ զգաստության, սերի հոգին։ Ամեն։ Ես ձեզ չեմ տվել վախի հոգին, ես ձեզ տվել եմ զորության, զգաստության եւ սերի հոգին։ Ինչ որ մեկին ասա զորության հոգին ինձ վրա է, Աստծո հոգին դա զորության հոգին է։ Գիտեք, զորություն։ Երբ որ գործ կառաքելոցում էին, աշակերտերին ասեց, մինչև երկնքից զորություն չառնեք, չեք կարող իմ վկաները լինեք, մինչև երկնքից զորություն։ Այսօր ես երկնքից զորություն եմ ուզում։ Թող վախերը գնան եւ զորության հոգին գա։ Ինչ որ մեկին ասա, գիտես, թող վախը հեռանա այսօր եւ թող գա զորության հոգին։ Եվ ես ուզում այսօր, հենց այսօր լինել հաղթող Հիսուսի զորավոր անունով։ Այսօր ես հաղթանակ եմ խոսում այս տան մեջ։ Ոչ թե վախի հոգի, այլ զորության հոգի։ Ոչ թե երկչոտության հոգի, այլ զգաստության հոգի։ Ոչ թե ատելության հոգի, այլ սերի հոգի։ Որովհետև Աստված մեզ չի տվել վախի կամ երկչոտության հոգի, այլ զգաստության, զորության, սերի հոգին է այսօր Աստված մեզ տվել, որպեսզի մենք վերցնենք այս ամենը եւ ասենք, Տեր, ես կքայլեմ քեզ հետ եւ կդառնամ այն զորավոր մարդը,
որտեղ որ դու ես ինձ կանչել, եւ ասում բայց դուք չլսեցիք, դարձյալ վախեցաք։ Գիտես, երբ որ նայում ես հայտության գիրքը, ասում է 21-րդ գրքում, ասում է, բայց վախկոտները չեն մտնելու երկնքի արքայություն։ Տեր Աստված, ես հասկանում եմ, որ չեն մտնելու գողերը, ավազակները, պոռնիկները, շնացողները, կախարդները, բայց այդ ամեն ինչի մեջ դու բերել ես, ասում ես, եւ վախկոտները չեն մտնելու երկնքի արքայություն։ Նշանակում է վախը հավասարազոր է այն մյուս բոլոր խախտումներին պատվիրանի, հավասարազոր շնության, հավասարազոր գողության, հավասարազոր սպանության, ինձ ասեք։ Գիտեք, երբ որ մարդկանց հարցնում են պատվիրանները, մարդիկ անմիջապես գիտեն, դե մի սպանի, մի շնացի, մի գողացի, մի վկայի, մի ցանկացի, բայց ոչ ոք չգիտի այդ 5 կարևորագույն պատվիրանները, որ առաջի պատվիրաններն են։ Առավելագույն, ամենակարևոր, սիրիր քո Տեր Աստծուն։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ողջ էությամբ։ Կուրքեր մի շինիր։ Ոչ երկնքում եւ ոչ երկրի վրա։ Ոչ ոք չի կարողանում հասկանալ, որ սրանք կարևորագույն պատվիրաններն են, առաջի եւ երկրորդ պատվիրանը։ Եվ որ մարդուն հարցնում է, եւ որ քրիստոնյաներին հարցնում են, իսկ որն է երկրորդ պատվիրանը։ Մարդիկ սիրիր քո ընկերը քո անձի պես, դա չէ։ Կուրքեր մի շինիր։ Ինձ հետ ես։ Իսկ երրորդ պատվիրանի մասին Զուր տեղը քո Տիրոջ անունը մի տուր։ Զուր տեղը, այսինքն եթե ես չեմ հավատում Աստծուն, ինչ տամ Աստծու անունը։ Զուրա դա։ Իզուր տեղը մի Աստծու անունը տուր եւ ասա Տեր, եթե դու չես հավատում, դու չես կարող Աստծուն հաճեցնել, եթե նրան չես հավատում։ Անկարելի է առանց հավատքի Աստծուն հաճելի լինել։ Չորրորդ պատվիրան ով կարող է ասել, հիշեք հանգստի օրը, սա հրաշալի պատվիրան է, բայց եկեղեցու մեծ մաս ժողովուրդ, ինչ լավ է, որ ուղիղ եթերներ կան, ինչ լավ է, որ հեռարձակումներ կան։ Հիմա էլ չգիտեմ, նոր տարի է, յոլկա, մոլկա ենք գնում, երեխեքին չգիտեմ ինչեր ենք տանում։ Իսկ չորրորդ պատվիրանի խախտման մասին երբևէ մտածել ես, որ դու այդ հանգստի օրը մոռացել ես։ Որ դու հանգիստը չես հիշում, ամենակարևոր պատվիրաններից նաև մեկը, 5-րդ պատվիրան ով կարող է ասել։ Պատվիր, այո, քո հորն ու մորը, որ կյանքիդ բոլոր օրերը երկար լինեն։ Այս 5 պատվիրանների մասին երբևէ մտածել ես։ Եվ այս պատվիրանների խախտման հետ միասին մի ցանկանարի հետ, մի գողացիի հետ, որ արդեն 6-րդ, 7-րդ, 8-րդ դա ասել ենք նախապես, դրված է մի նոր պատվիրան, մի վախեցի։ Մի վախեցի, որտեվ կա 10 պատվիրան եւ 613 օրենք։ Եվ օրենքների գրքում նաեւ գրված էր՝ մի վախեցեք։ Եթե ես ձեզ հանել եմ Եգիպտոսից, եթե ես ձեզ հանել եմ ծառայության լծի տակից, նշանակում է դու չպետք է վախենաս եւ հասկանաս, որ ես եմ քո Աստվածը, որ քեզ Եգիպտոսի լծի տակից հանեցի։ Այո, որ դու առաջին պատվիրանը լավ հիշում ես եւ ասում ես դու ես իմ Աստվածը։ Դու միակ Աստվածն ես։ Ապա ես ինչպես կարող եմ չհավատալ ամենակարող, զորավոր, հրաշագործ Աստծուն եւ նրան չասել իմ Աստված, իմ ապավեն, իմ վեմ, իմ ամրոց, ես քեզ եմ ուսացած, ալելույա, ամեն։ Եվ սրա հետ մեկտեղ դրված է վախկոտները այս պատվիրանների խախտման մեջ են մտնում եւ չեն կարող մտնել երկնքի արքայություն։ Նշանակում է ես այսօր պետք է ինչպես որ վախենում եւ հետ եմ կանգնում շնությունից, գողությունից, մարդասպանությունից, ցանկանալուց եւ այլն, հարևանի ինչ որ մի բանի չցանկանալուց, նաեւ պետք է վախենամ վախենալուց։ Ինձ հետ եք։ Կարծում այսօր ինձ հետ ես եւ ասես Տեր Աստված, ես մինչեւ այսօր չգիտեի, որ վախը հավասարազոր է այս պատվիրաններին։ Եվ ինչպես որ եւ ասում եմ եւ կախարդները, շնացողները չեն մտնելու երկնքի արքայություն։ Ես էլ չեմ կարող մտնել, այսօր ինձանից հեռացրու վախը։ Ինչպես որ վախը եկել է դժոխքից, ես այսօր այդ վախերը քանդում եմ Հիսուսի անունով եւ այսօր կանգնում եմ որպես զորավոր մարդ եւ ասում եմ վախ դու դատապարտված ես Հիսուսի անունով, որտեւ Հիսուս անունը ինձ համար տրված է որպես ժառանգություն։ Տեր Հիսուսի անունը իմ ժառանգությունն է, Հիսուս անունը, եւ որ դու տալիս ես Հիսուս անունը, գողը սատանան, Հովանու 10:10 գրված այդ գողը կամ սատանան փախչում է քեզանից։
Որտեվ նա չի գալիս գողանալու, այլ թալանելու եւ սպանելու նպատակով։ Եթե այսօր եկել է քեզանից գողանալու, թալանելու կամ սպանելու նպատակով, նշանակում է դու այսօր ասում ես դու դատապարտված ես կեղտոտ թշնամի։ Հալելույա, ամեն։ Թշնամին պարտված է, ինչ որ մեկին ասա, թշնամին պարտված է։ Եվ Տիրոջ հրեշտակը եկավ մեկի մոտ, Աստված գիտի։ Աստված գիտի ում է ընտրել։ Դու այդ 6 միլիարդի միջից ընտրված մեկն ես։ Մի մարդ կարող այս 6 միլիարդի մեջ քեզ սիրեցի, չգիտեմ ինչ, Գևորգն է երգում 8 միլիարդի մեջ։ Եվ ինչ եմ ուզում ասել, այս 8 միլիարդի մեջ Աստված քեզ ընտրել, ասա ինձ ընտրել։ Հալելույա։ Եվ Աստված եկավ, հրեշտակը եկավ նրան երևաց Գեդեոնին եւ ասեց. ով է զորզորավոր։ Դու պատկերացնում ես, դու վախերի մեջ ես, դու թաքնվել ես եւ Տերը գալիս է քեզ ասում, ով է զորզորավոր, վեր կաց, որտեւ այսօր քո հաղթելու ժամանակն է։ Լսեք, այս խոսքը հենց այնպես չընդունես, այս խոսքը քեզ համար է։ Այսօր քո օրն է, նրան երևաց եւ ասեց. վեր կաց, որովհետև Աստված քեզ հետ է, ով է զորզորավոր, Տերը քեզ հետ։ Եվ Գեդեոնը նրան ասեց. գիտես, չկա մի ծառայություն եւ չկա մի տեղ, որտեղ ես գնամ եւ չասեմ իմ հետ արի։ Ամենակարևոր մի բան, ես որ վեր եմ գնում այստեղ ծառայության, ամեն ծառայության այստեղ բարձրանալուց ասում իմ հետ արի, իմ հետ արի։ Դուք չեք լսում, բայց ես անդադար ասում իմ հետ արի։ Չեմ կարա չասեմ։ Եթե Աստված իմ հետ չկա, ես այստեղ չեմ բարձրանա։ Եվ որ ես իմ տանից դուրս եմ գալիս, անմիջապես ասում իմ հետ արի։ Ամենակարևորը, որ Աստված քո հետ լինի, ասում է, ով է զորզորավոր, Տերը քեզ հետ։ Ես ուզում եմ, որ դու այսօրվանից այդպես ասես, մի ասա ինձ զորացրու, նա զորության Աստվածն է։ Մի ասա ինձ օրհնի, նա օրհնության Աստվածն է, ասա իմ հետ արի։ Երբ որ նա քո հետ գալիս է, նշանակում է եւ զորությունն է քո հետ, եւ օրհնությունն է քո հետ, եւ ամեն բան քեզ հետ է, որտեվ նա քո հետ է, եւ պաշտպանությունը։ Պատկերացնում ես, դու Տիրոջ հետ ես գնում։ Մի հատ էլ սենց արա, ես Տիրոջ հետ եմ գնում, մի հատ սենց հպարտացեք։ Գիտեք, Պարուս Սևակը շատ լավ ասում է, հպարտ եղիր եւ ոչ գոռոզ։ Դատարկ մարդն է գոռոզանում, բայց հպարտ ասում է եղիր։ Ես հպարտ եմ Աստծով։ Մենք հպարտ ենք, որ Աստված ունենք, դու չես կար, հպարտանս, որ Աստված քո հետ այսօր եկել այստեղ։ Ոմանք քնած են այսօր տան մեջ, քուքու քնած եք։ Բալիկներ քնած եք։ Չէ, մենք քնած չենք, մենք զարթնել ենք, բայց մենք այսօր մոռացել ենք 4 պատվիրանի մասին։ Այ քնածներ, այն պուպուշներ, արթուն եւ զարթուն եղեք։ Ուր են մեր պուպուշները, քնած են։ Անուշիկ պուպուշիկը իր բալիկի հետ, չէ արթուն էր, բայց Անուշիկ պուպուշիկը այսօր առավոտը զանգեց, մամ ո՞նց ես, լավ եմ, ուր ես գնում ծառայության։ Ես էլ իմ պուպուշիկին եմ խաղացնում, պուպուշիկիդ մեկ-մեկ վերցրու արի, մենք էլ տենանք մեր պուպուշիկի հետ խաղանք։ Քրիստինը ուր ես, յոլկա եմ գնում։ Հետո էլ ասում են բանը, մամամ հեսա մենակ մեր մասին է խոսում, բա ում մասին խոսում, ձեր մասին գիտեմ ինչ եք անում, այն մյուսները շատ գիտեմ ինչ են անում։ Ինչ իմանամ, ով իր տանը ինչ անում, բայց իմ պուպուշիկները գիտեմ ինչ են անում։ Սպարտակ պուպուշիկը նստացա Գորիսում, նես լավ աստեղ, տակ, սիրուն։ Հետո էլ իմ պայքարի էլի հայա բանում Մոսկվայում։ Մոսկվայում դժվար է, Հայաստանում նես լավ է։ Մաման տակ ճաշը կեփի, ես կնստեմ Գորիսում, հյուրանոցը փողերը կտան կապրեմ։ Դե բան դե բոբո պայքարում ենք, այն մեծ պուպուշիկները տունեն նստած են, մի հատ բան կա, չէ՞, իով սարկած պուպուշիկը, սա գիտեն թե իրական երեխա է։ Բայց ինչ էսում բալիկն է տենաս, ի բալիկն է։ Արհեստական բանականության բալիկն է, ինքն էլ իր այն պուպուշիկն է, տեսեք, չէ՞ պուպուշիկը։ Պուպուշիկը գնում է գյուղ, ես իմ ուրուր, տենաս այդում բալիկն է, այդ պուպուշիկը ոխ ուտեմ ես քեզ։ Արհեստական բանականության բալիկներն են։ Այ Ժորժան, դուք արհեստական բանականության բալիկներ չեք, դուք Տիրոջ բալիկներն եք։ Որ պիտի գաք եւ Տիրոջը պաշտեք, ես պատկանում եմ քեզ։ Բայց ես չգիտեմ դուք ում եք պատկանում։ Պուպուշիկներ։
Այդ այնպես լավ ասում, պուպուշիկներ մի հատ լայք դրեք, էլի։ Հիմա այսօր որ ծառայեմ, մի հատ անցի լայք դրեք ինձ, ասեք, մաման էլի մեր մասին խոսած են սպորտոկնո, մի հատ անցի լայք դրեք, էլի երկու հատ անցի լայք դրեք, ինձ ինչ դրանից։ Բայց որ Աստված ձեզ լայք չի դնում, այդ լավ չի։ Աստված պիտի մեզ լայք դնի, այն ժողովուրդ ջան։ Դուք ինձ դնեք, չդնեք, այ ինչ, երկնքում ձեր լայքերը չի ասնում։ Բայց Տերը կասի բարի եւ հավատարիմ ծառ, այսօր ես օրինակ Հովանեսին լայք դրեցի, ասի մալադեց, այն խրպոտ ձենով է լավ, բայց ձենը չի զգացել փարտիրոջ իր համար։ Մի քանիսն էլ բոբսենց ունենց։ Եվ Գեդեոնը բաուր են տիրոջ հրաշքները, նեղացավ։ Նեղացելա, գնացելա, պաղկվելա։ Բա Աստված որ մեր հետ է, բաուր են հրաշքները, որ պատմում են, են որ ջարդված մարդիկ հելամփետերը գցեցին, մեռելները հարություն առան, խուլերը լսվեցին, կույրերը տեսան, բա ուր է, այդ սուտ բաներ են պատմում, սարկած գործ է։ Այն գոնչ ուր այսօր չկա։ Մի թութուշիկը, այն պուպուշիկ թութուշիկը, նայրան չկա, գոնչը չկա, իրար հետ գալիս են հետում են։ Ստեղից բացայտումներ են կանում, հա ոնց էր։ Ժորջան, նայեք, հիմա թութուշիկներ, չէ դուք պուպուշիկներն եք։ Փառք Աստծուն, ամեն, հալելույա, ինչ լավ օր այսօր, ամեն։ Ասմա, այդ պուպուշիկ գոնչիկը եկավ ասմա, այ մարդ հետ, ստեղ առաջին անգամ գալիս է եկեղեցի, ասմա, շո են սարքե բան, ստեղ սարքած գործ է։ Այդ ինչ են ընգնում, հելնում, ստեղ բաներ են անում, ձևեր է, սարքա, ով երևի սովորացրել է, հենց գան ստեղ ընգնեն։ Հեսա այդ համ փորձեմ տենամ հետ ինչ են այդտեղ անում։ Այն եկա Ջանավար տղեն եկավ ստեղ նապաստակի պես սկսավ թփրտալ ընկավ ոտերը տնգեց վերև ասեց ոյ ես սա իրական է ամեն ինչ իրական է երեք մի այլազգու էի քարոզում տաքսու վարորդ էր ասում ես ֆիլմերը տեսել եմ Հիսուսը ինչ անում աչքեր էր բժշկում ականջներ էր բժշկում այդ նույն Հիսուսը ստեղ է Այդ նույն Հիսուս այստեղ այսօր։ Եվ այսօր Գեդեոնն ասում է, իսկ ուր են այդ հրաշքները։ Նորեր պիտի բերեք, որ հրաշքներ լինեն։ Սաղիդ աչքել ունեք, ականջել ունեք, սաղիդ ոտերը փառք Աստծո նորմալ է, ելում բժշկի Աստված։ Հոանդատ մենակ ձեզ չի բժշկելու, նորերը պիտի գան բժշկվեն։ Ուր են այդ հրաշքները։ Գեդեոն քո աշկով հրաշք ես տեսնելու։ Եվ ասում գիտես, գնա քո այդ զորությունով ազատի Իսրայելին մադյանացների ձեռքից, ահա ես եմ քեզ ուղարկում, ինչ որ մեկին ասա Տերը այսօր ինձ ուղարկում է։ Գնամ եւ պտուղ բերեմ եւ պտուղս մնա։ Տերն է ինձ ուղարկում, ասա Տերն է ինձ ուղարկում։ Ախպերս ասա Տերն է ինձ ուղարկում։ Տարվա սկզբից այն ամբողջ տարածքը ստեղ լինի։ Եղավ Հենա ջան։ Չգիտեմ վախովա, ծեծովա, համոզելովա, սիրովա, Դալգապրոդին ստեղ լինի։ Ամե, Աստղի քուրջան, այդ կլինետ ստեղ լինի, ձեր ժորդ ստեղ լինեն։ Այդ ով էր ասում, հորող պորը ստեղ են լինի, պիտի բրնեմ տանեմ բանակ։ Այ մարդ, այս բանակի ծառայողներն ուր են։ Լավ հեսա վերջում ուղտ ենք անելու։ Գնա և ազատի։ Տեր ջան, ես իմ հորտան կրծերն եմ։ Են նայրային ասեցի, նայրայս խոսքը քո համար ասեց, հա հովի ջան։ Մի կիրակի չեկավ, են հետևորդներն էլ հետը չեկան։ Ճիշտ է նայրա։ Ես կրծերն եմ, ես չեմ կարող անեմ։ Չէ, դու կրծերը չես։ Աստված է քեզ ասում, ես եմ քեզ ուղարկում, ես քեզ հետ կլինեմ, և դու Մադիամին մեկ մարդու պես կզարկես։ Եթե Աստված է մեր հետ, ապա ով կարա լինի մեզ հակառակ։ Եթե Աստված է, ես քո հետ կլինեմ, և եթե Աստված է քո հետ, և նա նրանց ասեց, աղաչում եմ, եթե քո աչքին
առաջին շնոր եմ գտել ինձ մի նշան ցույց տուր։ Ես քեզ այսօր ասեմ նշան չուզես։ Աստղեքուր նշան չուզեք։ Նշանը Քրիստոսն է։ Այդ նշանը արդեն եղել է։ Քրիստոսը քո նշանն է։ Չասեք ինձ մի հատ թազա նշան տուր, էլ նշան չի տալու։ Եվ ասում եմ, ինչպես նշանը եղավ կետի փորում Հովնանը, այնպես էլ Քրիստոսը, որ դժոխքից դուրս եկավ։ Այդ քեզ թող նշան լինի։ Հիսուս անունը վեր ամեն անուններից նշանակում է, եթե Տերը ինձ հետ է, իսկ Տերն ասել է, ահա ես քո հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը, ահա ես քեզ հետ կլինեմ երբ, ամեն օր, մինչև աշխարհի վերջը նշանակում է ամեն օր։ Ամեն օր այդ նշանը իմ հետ է, ամեն օր ինքս տվել է դա, ամեն օր ես քո հետ կլինեմ, ամեն օր թող վախը գնա եւ զորությունը գա, հալելույա։ Եվ նշանները եղավ, այդ չեմ կարդում, եւ ասում եմ Տիրոջ հրեշտակին տեսա, եւ շուտով կմեռնեմ, ասեց խաղաղություն քեզ, մի վախեցի չես մեռնի։ Գիտեք ինչի մենք այսօր Տիրոջը տեսնում ենք եւ չենք մեռնում, որտեվ Տիրոջը տեսնողները պիտի մեռնեն, որտեվ Աստված հոգի է, ով որ Տիրոջը տեսներ պիտի մեռներ։ Եվ դրա համար էին Տիրոջը տեսնողները վախենում, գիտեն հեսա կմեռնեն, որովհետեւ Տեր Հիսուսը իր արյունով մեր վրա նշան է արել։ Եվ նրա արյունը մեզ նշան է, որ մենք կանգնենք Աստծո առաջ ու չմեռնենք։ Թե չէ, ինչպես որ եղբայրս էր նոր երգելուց ասում, այլապես ոչ մի մարդ փրկություն չեր ունենա։ Եվ դրա համար Աստծո խաղաղություն կոչեց այդ տեղը։ Եվ արկոհոր զվարակը եւ հին բաները քանդի։ Գնա ինչ արա, գնա եւ աստարովթը փայտերով ողջակեզ արա։ Եվ Գեդեոնը իր ծառաներից 10 մարդ առավ եւ Տիրոջը իրան ասացի պես արեց եւ իր հորտանից իր քաղաքի մարդկանցից վախեցավ ցերեկանելու եւ գիշերը արեց։ Եթե դու դեռևս վախենում ես ցերեկանից, գիշերով արա, բայց արա։ Հալելույա։ Երբ որ քաղաքի մարդիկը առավոտ վեր կացան, տեսան, որ ահա Բահաղի սեղանը քանդված է, նրա վրայի աստարովթը կտրած է, երկրորդ զվարակը շինված է, ողջակեզները դրված են, իրար ասեցին այս բանը ով արավ եւ իրար հարցրեցին եւ քննեցին, ասեցին այս բանը մենակ Հովասի որդի Գեդեոնը կարող էր անել։ Գիտեք այդ բանը դու կարող ես կուրքեր քանդել։ Հիշում եք այսօր երկրորդ պատվիրանի մասին խոսեցի։ Կուրքեր չշինեք ոչ վերը երկնքում, ոչ ցածրի երկրի վրա։ Դուք լիքը սեղաններ ունեք այսօր սարկած, որ Բահաղինն են։ Ձեր պաշտամունքը ուրիշ տեղ է գնում։ Եթե դու ուզում ես այսօր Աստծո զոհասեղանի վրա բերել գոհություն, որտեղ 57-րդ Սաղմոսում գրված է ամենամեծ զոհը դա գոհության աղոթքն է, դա գոհության պատարակն է։ Ամենամեծ զոհը գոհությունն է, նշանակում է նախ, ինչպես որ եղբայրն էր մի քիչ առաջ ասում, տրտունջը քանդի, վախերը քանդի, այդ զոհասեղաններ, տեսեք, դուք ունեք զոհասեղաններ, բերել եք Տիրոջ առաջ, մեկի վրա կա վիրավորանք, մեկի վրա կա ատելություն, մեկի վրա կա բանսարկություն, մեկի վրա կա բամբասանք, մյուսի վրա կա շնություն, մյուսի վրա կա գողություն, եւ այսպեսի սեղաններ կան այստեղ սարկված։ Դու եկել ես պաշտամունքի, բայց քո հետ բերել ես շատ սեղաններ, դրանք Բահաղինն են։ Դրանք կախարդություններ են, որ դու այդ սեղաններով եկել ես եւ ուզում ես անուշաբույր խունկը Տերը հոտոտա քեզանից։ Նախ քանդիր այդ սեղանները, հետո կառուցիր նոր զոհասեղան, որի վրա կդնես գոհություն եւ դարձյալ գոհություն։ Եկել ես այստեղ վախերով, տրտունջով, եկել ես այստեղ բանսարկության հոգով եւ ուզում ես Աստված քեզ ինչ որ միտեղ դնի, ուրիշ սրտով սիրտդ մաքրի։ Այսօր Աստված ուզում է, որ մեր սրտերը մաքրենք, որտեղ Աստված ասում է ամեն բանից առավել զգուշացիր քո սրտից, որովհետև այնտեղից է կյանքի ելքը։ Ձեր սրտերը մաքրած, այսօր Տիրոջ առաջ գալով ասեք, Տեր նախ իմ սիրտը այդ խողովակները մաքրի, որտեղ եթե այդ խողովակները լցվեն, ինֆարկտ կստանամ ես։ Եվ որ կլապանները, խողովակները լցվում են, մարդը մահանում է, որտեղ ինֆարկտ է, խփում է, մարդը մեռնում է։ Բայց երբ որ այդ կլապանները մաքրվում են, մաքրում են այդ խոռոչները, մարդու արյունատար անոթները սկսում են դեպի սիրտ մղվել։
Որտեւ այնտեղից է կյանքի ելքը։ Եվ այսօր Աստված ուզում է, որ մենք մեր սրտերը մաքրենք։ Այդ խորոչները, այդ աղբերից մաքրելով գանք այստեղ ասենք ես ուզում եմ նոր զոհասեղան։ Այդ ամենը մաքրելուց հետո ես կբերեմ քո առաջ եւ կասեմ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ ու փարթամ ես նրան, բարի Աստված ես պիտի գոհանամ, չգիտեմ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, ամեն, ալելույա Տիրոջը, եւ ասում սա ով արեց, դա արեց Հովասի որդի Գեդեոնը։ Եվ մարդիկ եկան, հիմա մենք բռնենք, ես կսպանենք, որտեղ դու Բահաղի սեղանները քանդել ես։ Գնացին նրա հոր մոտ։ Եթե Բահաղ Աստված է, դե թող իր իրավունքները պահի։ Դևը չունի իրավունք։ Ոգիները չունեն իրավունք, մեղքերը չունեն իրավունք։ Նրանք առանց իրավունքի եկել եւ մտել են ձեր կյանք։ Քշեք դրանց։ Դևերի հետ ոչ մի պերեգավոր, քշեք դրանց։ Ոչ մի պերեգավոր։ Դուրս արի իմ կյանքից, դուրս արի իմ բնակարանից, դուրս արի իմ տնից, դուրս արի իմ մտքերից, դուրս արի իմ ունեցվածքից, թող իմ ունեցվածքը, ստացվածքը, իմ կյանքը, իմ երեխաներին, ամեն բան, դու պարտված ես, որտեղ դու չունես իրավունք։ Իրավունք ունի իմ կյանքում լինելու միայն Աստված։ Այդ պատճառով այսօր քանդեք Բահաղի սեղանները, եթե ուզում եք հաջողության հասնել, քանդեք Բահաղի սեղանները եւ դրեք նոր զոհասեղան, որ հաջողվեք։ Հալելույա։ Ամեն։ Տերը բարի է, նոր զոհասեղան։ Եվ ուզում արագանցնել 7-րդ գլխից եմ սկսում կարդալ։ Գեդեոնը նրա հետ եղող բոլոր ժողովուրդը առավոտ կանող վեր կացան եւ գնացին աղբյուրի մոտ։ Եվ Տերը ասեց Գեդեոնին, քեզ հետ եղող ժողովուրդը շատ է, որ ես Մադիամին նրանց ձեռքը տամ։ Միգուցե Իսրայելը ինձ դեմ պարծենա ասելով, թե իմ ձեռքն ինձ ազատեց։ Գիտեք, ես հաճախ հենց հիմա ինձ բռնացնում եմ մի տեղ։ Ես շատ ժամանակ պարծենում եմ մեր ժամանակների շատությամբ, դա սխալ է։ Ես հենց հիմա խոստովանում եմ եւ հենց նոր ինձ բռնացրեցի։ Այդ շատը քո հետ չէր։ Ինձ հետ ես։ Հիմա այս տարվա վերջին պետք են մարդիկ, որոնք ինձ հետ են։ Այդ իսկ պատճառով, որ ես արդեն գիշերը 2-ն էր ուզում եի քնել, եւ ինքն ասեց գնա ուխտ արա։ Ես ասեցի Աստված իմ, ես վախենում եմ ուխտ անելուց, որտեղ մարդիկ կարող են ուխտը քանդել։ Եվ այսօր առավոտյան ասում եմ Տեր ինչպես, եւ ասեց թող դա անեն, բայց իրենց տեղերում նստած, ով կուզի, թող չգան առաջ, որտև ուխտը դա ձևական բնույթ չպետք է կրի, դա սրտի խնդիր է, ինձ հետ ես, որտև եթե ես իմ ասեմ, ով է իմ հետ ուզում այսօր ուխտ կանել, շատերը ամոթից կգան առաջ, բոլորը կգան, և բոլորը կասեն, ես քո ուխտի ընկերն եմ, որովհետև տեսնելու են, մարդիկ տեսնում են, դու կանես մարդկանց համար, մարդկանց աչքի առաջ, բայց թող քո ուխտը լինի Տիրոջ աչքի առաջ այսօր։ Եվ Տերը ասեց, տակավին շատ այդ ժողովուրդը, որ քո հետ է։ Լույս ասեց, հիմա քարոզ կարդա, եւ ասա, ով որ վախկոտ է եւ ատասիրտ, թող հետ դառնա, եւ 22,000 հոգի հետ դառան։ 32,000 են, 22,000 հոգի հետ է դառնում։ Ինձ հետ ես։ Ես չգիտեմ 32,000 հոգյանոց եկեղեցի։ Երեք մեկ այդ քրիստիան խոսում էր ռուսական կյանքի խոսքից, հա։ Գիտեք մենք անմիջապես մենք ամենամեծ եկեղեցին ենք, ոնց որ գիտեք քանի անդամ ունենք։ Քրիստիկն ասեց ինձ, ինչ այ մամա ջան, քանի անդամ ունեն։ Ինչ մի բարձենալու բան է։ Մի բարձեցեք ոչին բանով, բարձենանք Աստծով։ Որովհետև մեկ օրում ամեն բան կարա քանդվի, Աստված պահի։ Աստված պահի բոլոր եկեղեցիները, բոլոր հովիվներին, բոլոր մարդկանց, բայց գնալով դժվարանում ամեն բան։ Գնալով այնքան է դժվարանալու, որ շատերը կուրանան, շատերը իրար կմատնեն, ինչպես որ գրված է։ Մատթեոս 24-րդ գլխում շատերը իրար կատեն, շատերը վերջի ժամանակներում իրար կմատնեն։
Նշանակում է շատության ու քչության մեջ չի, այլ որակի եւ պատրաստության։ Ով է պատրաստ, երբ որ Տեր Հիսուսը գա։ Ով է պատրաստ։ Որտեւ Քրիստոսի գալուստը մոտ է եւ արդյոք կարող ենք շատ բաներից ուրանալ։ Այսօր բաներ կա, որ չեն կարողանում թողել։ Փոքր թեթև բաներ կան, որոնցից չեն կարողանում հրաժարվել։ Ապա կարող ենք հրաժարվել մեր կյանքից։ Ես ամեն ժամանակ զարմացած եմ, որ առաջի դարի քրիստոնյաները իրենց երեխաների հետ մեկտեղ արուստերի գուբն էին նետվում։ Ժպիտը իրենց դեմքերին եւ չէին ուրանում Քրիստոսին։ Չէին ուրանում։ Մորթազերծ էին անում 15 թվին հայ քրիստոնյաներին, բայց նրանք չէին ուրանում Քրիստոսին։ Նրանք մագաղատները եւ Աստվածաշնչերը իրանց հետ էին տանում, չէին տանում հարստություններ։ Մենք գիտեք ինչ կտանենք այսօր։ Մեր մատանիները, մեր տան ունեցվածքը, մեր տելևիզորները։ Ինչ կտանես, ես չգիտեմ ինչ կտանենք, չգիտեմ, էլ ինչ կարանք կհավաքենք, որ փախնենք։ Բայց տանել մագաղատներ, խաչքարեր, հասկանում եք։ Կոթողներ, մասունքներ, տանել, որ հայը մնա հայ, հայը չկորչի։ Հայը քրիստոնեության համար մորթազերծ էր լինում։ 1.5 միլիոն հայ էր մորթվում, բայց նրանք գնում էին չուրանալով Քրիստոսին, արդյոք մենք պատրաստ ենք։ Ընդամենը 1 դար է անցել, բայց 1 դար հետո ամեն բան ուրացած է։ Ամենք ուրացած է եւ մնացել են միայն շոուները, բիզնեսները, մնացել են միայն փառքերը, մնացել են միայն անունները։ Ինչու՞։ Որտեւ իրական քրիստոնեական արժեքները գնալով վերանում են։ Ամենուրեք, ամենտեղ, թե առաքելական, թե ավետարանական, թե կաթոլիկ եւ այլ ուղղափառ եւ այլ եկեղեցիներում, ամենուրեք, ինչու՞։ Որովհետեւ երբ որ գան հալածանքները, այդ ժամանակ պարզ կդառնա, որքանով էինք մենք քրիստոնյա եւ ինչը կտանենք մեզ հետ։ Մազապուրտ եղած հայ ազգը իր հետ տարավ մասունքներ, որի պատճառով մենք մնացինք որպես հայ առաքելական եկեղեցի, ինչու՞, որովհետև առաջին դարում առաքյալները բերեցին Թադևոսն ու Բաղդոմեոսը, ոչ թե 301 թվին Տրթատի օրոք, այլ հենց առաջին դարում Քրիստոսի օրոք։ Այդ իսկ պատճառով է կոչվում առաքելական, որտեղ առաքյալների բերած ուսմունքն է դա, առաքյալներ Թադևոս եւ Բաղդոմեոս, դա պետական մի կրոն չէր, դա իրական աստվածաբանություն եւ աստվածպաշտություն էր եւ շատ հավատացյալներ կային մինչեւ 301 թվականը։ Շատ հավատացյալներ։ Իսկ դու գիտեք, որ Ռիփսիմե, Շողակաթ, Գայանե հույներ են, գիտեք։ Չգիտեք։ Եվ շատերը մտածում են, որ նրանք հայեր էին, քույրիկներ են, իրենց երեխաների անունները նրանց վրա դնելով մտածում են, հայկական անուն է։ Բայց մենք հայերս պետք է պայքարենք, որպեսզի երբ որ Քրիստոսը գա, քրիստոնյա ազգ, մենք դարձել ենք քրիստոնյա ազգ, քրիստոնյաների մեջ քրիստոնեություն քարոզելով։ Քրիստոնեություն չգիտի, Աստվածաշունչ չգիտի, սարսափելի է, ցավոտ է։ Երեխաները, երբ որ ծնվում են, նրանց Աստվածաշունչ նվիրեք։ Գիտեք, երբ որ Հայաստանում էի, մեր հրաշալի քույրերից մեկը Էվային Աստվածաշունչ ուղարկեց մանկական, թող լինի քո առաջին մանկական Աստվածաշունչը։ Երբ որ ես նվերներ էի բերել Էվային, ինքը ոչ մի նվերով չուրախացավ։ 9 ամսական է, բայց երբ որ վերցրեց Աստվածաշունչը, ուրախացավ, թերթե ճպտաց։ Ամեն բան ի վերուստ է փառքի հորից։ Կաթի հետ երեխաներին սնենք քրիստոնեություն։ Սա է իրական արժեքը։ Հալելույա։ Ժողովուրդը տակավին շատ է, ժողովուրդը ուղակի շատ է, նրանք գալիս են փառքի, ձևի, հրաշքի կամ այլ բաների համար։ Ոչ, քրիստոնեությունը դա միայն հրաշքի համար չէ, նշանների համար չէ, լավ ապրելու համար չէ, Քրիստոսին միանալու, նրա հարս եկեղեցի կոչվելու համար է, որ երբ որ փեսան գա, հարսը պատրաստ լինի, հալելույա։ Նրանց ջերի մոտ իջեցրու, եւ այնտեղ քեզ համար պիտի փորձեմ, որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա քեզ հետ գնա։ Նշանակում է Աստված է որոշում ով քո հետ գա, ով չգա։ Երբ որ ես ինչ-որ մեկին ասեմ քո հետ գա, ինքը գա։ Նշանակում Աստված է մեզ այստեղ միասին միաբանել։ Ինչ-որ մեկին ասա ես միաբան եմ Տիրոջ հետ եւ իրար հետ։
Եթե նա քո հետ չգա, թող չգա, եւ նա ժողովրդին ջրի մոտ իջեցրեց, եւ Տերը Գեդեոնին ասեց. ով որ շան լակելու պես ջուրը լակի, ով որ խմելու համար իր ծնկների վրա կորանա եւ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը 300 հոգի էր։ Մնացած ժողովուրդը իրենց ծնկերի վրա կորացած ջուր խմելու համար եւ Տեր ասեց Գեդեոնին. այդ 300 մարդիկ, որոնք ջուրը լակեցին, ձեզ պիտի ազատեմ։ 300 մարդ խոնարհվեց։ Համարը շատ լավ ասում է Հովանես եղբայրը, իրանից լիք համարներ կարելի է սովորել։ Ամեն իրան ցածրացնողը կբարձրանա, ամեն իրան բարձրացնողը կխոնարհվի, տեսեք ոնց է պարտացավ, տես։ Նավոյան Սամվել եղբայրը այստեղ ներկայացրեց, տես ինչ քաջ եղբայր է դարել, տես հենց իրան, տես ինչ քաջ քույրիկա, տես ինչ քաջ եղբայրը։ Ինչ տես ոնց է քաջացել, համարները անգիր գիտի։ Փառք Աստծուն քո համար, ասա փառք Աստծուն քո համար, որտեվ 300 հոգի մնաց, եւ Գեդեոնը Իսրայելի բոլոր մարդկանց ամեն մեկին իր վրան ուղարկեց, բայց այդ 300 մարդկանցով պինդ կանգնեց եւ Մադիամի բանակը հովիտում էր։ Եվ այդ գիշեր եղավ, որ Տերը նրանց ասեց. «Վեր կացիչիր բանակը, որտեղ նրանք քո ձեռքը մատնեցի»։ Օ, Տեր, այսօր ինչ հրաշալի օր է։ Վեր կաց, հաղթի այդ խնդրին։ Հենց այնպես չի խոսում այստեղ։ Վեր կաց, որովհետև այդ խնդրը, այդ դժվարությունը քո ձեռքը հանձնեցի, որ դու այսօր պիտի զարկես Մադիամը։ Այսօր պիտի զարկեք խնդիրներին Հիսուսի զորավոր անունով, ամեն։ Եթե դու վախենում ես իջնես, ապա քո ծառափուրայի հետ իջի։ Աստվածաշունչը բարձրացում է երկուսը լավ է, քան թե մեկը, որովհետև երբ որ մեկ ընկնի, մյուսը նրան վեր կհանի, երկուսը լավ է, քան թե մեկը։ Նելին ու Աստղիկը լավ այսօր բան եղան, հայցելվեցին։ Դե մի հատ էլ իրար ձեռ բռնեք, ասեք, երկուսը լավ է, դուք էլ Անահիտ, Ռիփսիմե, շողակատ չունենք, չէ։ Քույրեր, իրար ձեռքեր բռնեք, ասեք, երկուսը լավ է, Հովանեսը ոչ մեկի ձեռը չուզես բռն, այլ ձեռս բռնի նոր գնա։ Այստեղ։ Այ պուպուշիկ։ Ասա երկուսը լավ է, քան թե մեկը։ Երբ որ դու ընկնես, ես քեզ կհանեմ։ Իսկ որ ես ընկնեմ, դու ինձ կհանես։ Այո։ Կարաս։ Իհարկե։ Քաշս նայի։ Կապ չունի։ Խոստացավ, տեսակ մենք ուխտ արեցինք։ Դու մետ ուխտես ես օրանում։ Այո։ Մինչև վերջի մետ կգաս։ Ուր։ Այդ ճանապարհ, որ ես գնալ եմ Հիսուսի հետևից։ Տիրոջով ամեն։ Տիրոջով ամեն։ Դե գնա մի հատ։ Աստված կյանք տա, ուշ տա։ Հնարավորություն տա։ Այդ խա ուխտ ենք անում։ Հա, ուխտ եմ անում։ Կգաս վերջում ուխտ կանեն, գնա մտածի արի։ Լավ, գնա։ Եթե վախենում ես, քո ծառափուրայի հետ իջի, իմ ծառափուրայի հետ ես կանգնեցի։ Այդ ժամանակ կլսես, թե ինչ են խոսում, հետո ձեռքերդ կուժովանա։ Լսեք, բազմիցս անգամ քարոզել եմ այստեղից եւ ասել եմ, դևերը ճանաչում են ձեզ։ Բազմիցս անգամ, երբ որ գնացել եմ մարդկանց ազատագրոստով, ես վախենում եմ քեզանից դու Աստծո մարգարեն ես։ Հիմա ստեղ իրանք պիտի խոսան, դևերը ավելի շատ են ճանաչում ձեզ խոսում, քան դուք եք ձեզ ճանաչում, ասում եմ, եւ իջավ բանակ եւ ասեց, այսօր հիմա երազ է պատմում։ Մի ընկեր երազ էր պատմում եւ ասում, ես երազ տեսա, ահա մեկ հաց գլորվում էր դեպի Մադիամի բանակը, եկավ վրանին հասավ եւ վրանին զարկեց, որ վայր ընկավ եւ գլխի վայր զարկեց եւ վրանը վայր ընկավ եւ նրա ընկերը պատասխան տվեց եւ ասեց. դա ուրիշ բան չի, բայց միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը։ Աստված Մադիամը եւ բոլոր բանակը նրա ձեռքն է մատնել։ Ով է խոսում Մադիանացին։ Այ մարդ երազ եմ տեսել, որ Աստված այսօր ամեն բան տալիս է ում ձեռքը Գեդեոնի ձեռը, եւ դա լսում է Գեդեոնը, էլի չէ իրան պետք։ Գնաց լսեց, որ Աստված ամեն բան հանձնում է իր ձեռքը, ամեն։ Երբ որ Գեդեոնը լսեց երազի պատմությունը, նրա մեկնությունը, Տիրոջը երկրպագություն արեց։ Այսօր դու կարող եք Տիրոջը երկրպագություն անել։ Գիտես ինչ բան է երկրպագությունը։ Երբ որ դու կախված ես ումից, երբ որ կախված ես Աստծուց։
Եվ Իսրայելի մոտ գնաց ասեց. «Վեր կացեք, որտեվ Տերը Մադիամի բանակը մեր ձեռքն է տվել»։ Եվ այդ 300 մարդը 3 գունդի բաժանեց, եւ ամենի ձեռքը փողեր եւ դատարկ սափորներ տվեց, եւ սափորների մեջ էլ ինչ արեց ջահեր։ Այսօր ձեր ջահերը վառելու ենք։ Այն սափորները, որ ձեր ձեռքերում կան, այդ սափորների մեջ պետք է կրակ լինի։ Հիշում եք 10 կույսերի առակը։ 5-ը ուներ կրակ, 5-ը չուներ։ Այսօր այդ ջահերը, որ Աստված տվել է ձեր ձեռքը, այսօր ասա Տեր, ես ուզում եմ կրակի օծություն, նորոցություն, կրակի բոց եմ ուզում լինի, եւ ասեց ինձանից տեսեք եւ ահա այդպես արեք, եւ երբ որ բանակի եզրերը կհասնեք, ինչպես որ անեմ, դուք էլ այդպես արեք, երբ որ ետ դարան, ինձ հետ եղողների փողը հնչեցրեք, այդ ժամանակ դուք էլ բոլոր բանակի 4 կողմովը փողերը հնչեցրեք եւ ասացեք Տիրոջ եւ Գեդեոնի սուրը։ Այսօր ժամանակն է որ դա ասես Տիրոջ եւ Գեդեոնի սուրը, Տիրոջ եւ Հովիվի սուրը, Տիրոջ եւ Արմանի սուրը, Տիրոջ եւ ես ուխտ եմ անում։ Այսօր ուխտի օր է։ Տարվա վերջ է, պուպուշիկները քնած են, երբ որ կնային ուխտ կանեն, թող անեն, ով որ ուխտ կանի, կանի, ով որ այս տարի ուխտ չի անի, ինքը գիտի։ Եվ բանակի զարթնեցին, վերջը փողերը հնչեցրեցին, աջ ձեռքով փողերը բռնած հնչեցնելու համար աղաղակեցին եւ ասեցին գոռում էին Տիրոջ եւ Գեդեոնի սուրը։ Տիրոջ եւ Գեդեոնի սուրը։ Այսօր ժամանակն է որ դու ասես Տիրոջ եւ իմ եկեղեցու սուրը, Տիրոջ եւ իմ հովիվի սուրը, Տիրոջ եւ իմ հովիվի սուրը։ Եվ ամեն մարդ իր տեղը կանգնեց, սուրը խորհրդանշում էր Աստծո խոսքը։ Իր բանակի շուրջը եւ բոլոր բանակը վազում եւ աղաղակում էր եւ փախչում էին, երբ որ այդ 300 մարդը փողերը հնչեցրեցին, Տերը բոլոր բանակի մեջ ամեն մարդու սուրը իր ընկերի դեմ մատնեց։ Տեսեք ինչ եղավ, թշնամի բանակը սկսեցին իրանք իրար սպանել։ Վերջացնում եմ շուտով։ Թշնամու բանակը ամեն մարդ իր սուրը վեկալավ իր անգերին սպանեց, բայց մեր սուրերը իրար չպիտի սպանեն։ Մեր սուրերը պիտի հատվեն, որ թշնամուն սպանենք։ Ոչ թե դու պիտի սուրը վերցնես եւ քո եղբորը կամ քրոջը սպանես այսօր, ուշադիր ես, այլ այդ սուրերը հատվելով մենք պետք է թշնամու բանակի դեմ դուրս գանք։ Եվ զորքը մինչև վերջը, եւ Իսրայելը ավարտում եմ, եկեք Փարաբանության խումբ։ Եվ թշնամու բանակը պարտվեց։ Եվ Գեդեոնը ընդամենը 300 մարդով վեր կացավ եւ հաղթեց։ Գիտես, այսօր ժամանակն է, որ ես եւ դու հասկանանք ով ենք մենք Քրիստոսի մեջ։ Ով եմ ես։ Ով ես դու։ Եթե այսօր վախեցել եւ թաքնվել ես, այսօր ժամանակն է, որ դու վեր կանաս եւ ասես. Ես քո հետ եմ Աստված։ Ես այսօր նոր ուխտ եմ կապում, եկեք կանգնենք ոտքի վրա։ Սիրելի Տեր, ես ուխտ եմ անում քո հետ։ Գիտեք, այսօր քեզ ինչպես որ ծառայության ընթացքում ասեցի, չեմ կանչելու առաջ։ Որտեվ եթե ես քեզ կանչեմ առաջ, դու ամոթից գալու ես, բռնել ես իմ ձեռքը եւ ասես, ես քո ուխտի ընկերն եմ։ Սակայն եթե քո սրտի մեջ դու որոշում ես կայացնում մնալ այս տան մեջ, սիրելի մեծ դիտողներ, սիրելի եկեղեցի, այսօր ուխտդ նորոգիր։ Այսօր ուխտդ նորոգիր Աստծո հետ եւ իմ հետ։ Գիտեք, գայթակղություններ միշտ լինելու են, գրված է, գայթակղություններ կգան, բայց Երանի նրան, որին վրա չի գայթակղվի։ Որ տան մեջ չկա խոսակցություն, որ տան մեջ չկա սխալմունք, որ տան մեջ չկան խրթին բաներ կան ամենուրեք, բայց ուժեղներն են ժառանգելու երկնքի արքայությունը։ Վերջապես մենք եկեղեցի չենք գալիս ոչ հովիվի, ոչ մյուսների համար, գալիս են Քրիստոսի համար եւ կանգնելու եւ բարձրացնելու հովիվի թևերը եւ իրար թևեր։ Ամեն կերպ իրար օգնելով, իրար բարձրացնելով, իրար ուժ տալով, որովհետեւ այսօր դևը պարտված է։ Գիտեք, ծառայողական հավաքույթին այդպես էլ ավարտին չհասցրեցինք, որպեսզի ասեինք այս խոսքը. իմ սուրը եւ քո սուրը։
Բայց այսօր ես խնդրում եմ, ես ոչ մեկին չեմ նայելու, ես իմ գլուխը այսօր իջացնելու եմ ներքև, բայց ուխտ եմ անելու Հովանեսի հետ, ինչպես որ ինքը խոստացավ, արի ստեղ, արի, մի ամիտ ընկար այեն ջրհորի մոտ կանգնելու, գիտես ինչա ուխտը, երկկողմանի պայմանագիր, քո վրա բերեմ օրինակ, այս տկայնի, որ ասում աչի որդի, ձախ ձեռի տակ, թե չի ձախը են որ միա ձախը տալիս է բերնին, էդի լավ է չի, իսկ աչը օրդնում է, վախեցավ, հով ճան դու տենց վախկոտ չես է ուժաղացի, ժորդ, տեսեք մենք հիմա իրար հետ անելու ենք ես ուխտը, ի նշան ձեզ, որպեսզի ավելի հասկանալի լինի, ինչ է նշանակում ուխտ, ուխտը երկկողմանի պայմանագիր է, երկու հոգու կողմից կնքված պայմանագիր, որ չպետք է խախտվի, չպետք է քանդվի։ Ինչի համար Աբրահամի 15-րդ գլխում, երբ որ Աստված պիտի ուխտ աներ Աբրահամի հետ չարեց։ Ուխտը կապեց եւ ասում է եւ ծխի մառախուղ եւ կրակի բոց։ Այսինքն Աստված իր ուխտը կապեց Քրիստոսի հետ, որովհետեւ միակ մեկը, որ ուխտը երբեք չէր կանդվելու, Քրիստոս մարդն էր եւ Քրիստոս Աստվածը։ Այդ իսկ պատճառով Հայր Աստծո ուխտը Քրիստոսի հետ է։ Մեր ուխտը Աստծո հետ է եւ իրար հետ։ Քրիստոսն ուխտ կապեց մեր հետ եւ երբ որ մենք ջրով մկրտվում ենք, մենք ուխտի պայմանագիր ենք կապում։ Տեր Աստված, ես ուխտ եմ անում լինելու այս տան զավակ եւ ուխտ եմ անում ծառայության։ Գիտեք, մեկ օր այս մարդը եկավ Աստծո տուն, այս մարդը եկավ միամիտ, եկավ ուղղակի, եկավ չգիտեր, շատերը ընդունեցին, շատերը չընդունեցին, շատերը չհասկացան, բայց մնաց որպես որդի, որպես զավակ, որպես հավատարիմ։ Եվ շաբաթվա 6-ից 7 օրը ծառայում է եւ կանգնած է իմ հետ, մինչեւ հիմա լավ է։ Աղոթի, որ այն ուխտի ընկերը եւ կինը, որի հետ ամուսնանաս եւ ուխտ կապես, աղոթի, որ այդ կինը չբաժանի քեզ Աստծուց, եկեղեցուց կամ մեզանից։ Աղոթ կարա, որպեսզի մնաս, որպեսզի մինչև վերջ լինես հաղթող։ Եվ բոլոր ամուսնացողներ, երբ որ ամուսնանում եք, աղոթ կարեք, որ ձեր կյանքի ընկերը, որի հետ ուխտ եք կապում, ձեզ Աստծուց չբաժանի, այլ ձեզ Աստծուն մոտեցնի։ Ես այսօր որպես իմ հետ ծառայակից եւ թիմակից ուխտ եմ անելու, այսինքն Հովանեսը ուխտ անելու իմ հետ։ Գիտես Հովիվ ջան, քո սուրը եւ իմ սուրը իրար հետ պիտի հաղթեն։ Մեր խոսքը պետքա իրար հետ համընկնի եւ մենք միասին պիտի հաղթենք։ Ես խնդրում եմ երաժշտություն միացրեք։ Հովանեսի դու միացրու։ Կարելի է։ Միացրու Հովանես ջան, այսօր ամեն բանի Այսօր ամեն բանում դու ես երկողը, պարողը, նվագողը, ուխտանողը։ Բայց մենք իրար հետ կանենք, դուք կանեք ձեր սրտերի մեջ, ձեր բերաններով։ Եթե համաձայն եք, ապա ես այս տան զավակն եմ եւ ուխտ եմ անում։ Մեզ դիտողներ, եթե դու այս տան զավակը չես, բայց դիտում ես այս ծառայությունը ուխտ արա քո տան հետ, քո հովիվի հետ։ Այսօր ուխտի օր է, տարվա վերջ է։ Տարին սկսելու ենք ուխտով, ասում եմ եւ իրար հետ դրեք զոհ ուխտով։ Եվ որ դուք այսօր Քրիստոսի արյունը բերելու եք որպես վկայություն, ես խնդրում եմ, թող ձեր սրտերը ուղիղ լինեն։ Եթե դու համաձայն ես իմ մեջ շարունակելու, քո կանգնած տեղից, ասա Տեր, ես ուզում եմ իմ հովիվիս հետ մնալ։ Ես ուխտ եմ անում այսօր իմ տան մեջ մնալ հավատարիմ, իմ գործի մեջ հավատարիմ։ Ես խնդրում եմ, դա արա ծածուկի մեջ։ Սիրելի հայր, մենք ուխտի ընկերներն ենք։ Մենք ուխտ ենք անում այսօր քո հետ։ Ես ուզում եմ, որ դու այսօր մադյամը մեր ձեռքը տաս։ Որ մենք դուրս գանք խավարի գերությունից, որ մենք այլևս չվախենանք, որ մադյամը մեկ մարդու պես զարկենք։ Եվ այսքան հավատարիմ մարդիկ, որ այսօր այստեղ հավաքված են, Տեր Աստվածս, դու ասել ես ձեզանից 1,000-ը կջարդի եւ 2-ը 10,000-ը։
Թող մեր աջ կողմից եւ ձախ կողմից թշնամին վայր ընկնի։ Եվ թող որ մենք Հովանու ծածկոցի տակ մնանք։ Թող մեր ուխտը մինչև հավիտյան քո հետ հաստատ լինի։ Եվ ոչ մա, ոչ կյանք, ոչ նեղություններ, ոչ բարձրություններ, ոչ զորություններ, ոչ դժվար բաներ, ոչ ներկա բաներ, ոչ գալիք բաներ, թող մեզ քեզանից չբաժանի։ Եվ մենք այս ուխտի ընկերներով, ովքեր որ այսօր իրենց ծածուկի մեջ, իրենց սրտերի մեջ ուխտ են կապել իմ հետ, եւ ես էլ նրանց հետ եւ քեզ հետ, իմ Աստվածս թող մեր ուխտը հաստատ լինի։ Խնդրում եմ, որ մինչև վերջ կարողանանք իրար հետ գնալ, որ մենք ուխտազանց չլինենք, այլ մեր ուխտը թող հաստատուն լինի։ Մեր սուրը, քո սուրը։ Սիրելի Հիսուս, թող քո սուրը մեր ձեռքերի մեջ ճոճվի եւ այդ լապտերները թող վառվեն, կրակով լցված լինեն, իմաստված, իմ վեմ, իմ ապավեն։ Շնորհակալ եմ այս թանկ մարդկանց համար, որոնք այս դժվար օրերի մեջ շան լակելու պես լակեցին, բայց մնացին, որ ամեն անարգանքները կրեցին, բայց մնացին, որ այս մարդիկ այսքան դժվարությունների մեջ ասեցին, ես քո հետ եմ։ Շնորհակալ եմ քո զավակներիդ համար, այս մարդկանց համար, որոնք գայթակղությունների չտրվեցին, վիրավորանքների չենթարկվեցին, բամբասանքներին, բանսարկություններին նեցուկ չեղան, այլ կանգնեցին։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ զավակներիդ համար, Աստվածս, շնորհակալ եմ քո տան համար, պահիր քո տունը չարից ու փորձություններից, թող հաստատուն եւ ուժեղ լինի, թող մնայուն լինի մնացորդը, որ մենք մտնենք խոստմունքի երկիր ուրախ սրտերով եւ այն խոստմունքի երկիրը, որ մեզ համար պատրաստել ես, թող զորավոր ճանապարհ լինի, ուրախության եւ զորության։ Շնորհակալ եմ։ Այսքան մարդկանց սրտեր, որ այսօր միաբան են, միացած են, ես օրհնում եմ Այրես քո անունով, որտեվ դու ես Հիսուս մեր նշանը։ Հիսուս նշան, շնորհակալ եմ։ Փառք լինի քեզ, պատիվ եւ մեծարանք լինի քեզ Տեր։ Գոհանում եմ, որ շատերը մեզ թողեցին, բայց դու չթողեցիր։ Շատերը ինձ թողեցին, բայց այս մարդիկ չթողեցին, Աստված իմ, մնացին հավատարիմ։ Եվ մեզ դիտողներն էլ, իմ երեխաները, Սպարտակը եւ բոլոր այդ հավատարիմ մարդիկ, որոնք այսօր մեզ դիտում են, ընտանիքներ, թող օրհնված լինեն Հիսուսի զորավոր անունով եւ իմ ուխտը Հովանեսի հետ էլ թող հաստատ լինի եւ մնացած բոլոր ժողովրդի հետ թող հաստատ լինի հավիտյան։ Ամեն։ Սիրելիներ, շուտով մենք կունենանք երգի պրեմիերա, թազեն չի միացնում, ափսոսում ա, որ դուք լսեք, մոռացա, որ մինչև հիմա ուխտ արեց ձեր հետ։ Ջան, չեմ ափսոսում, պրոստը մի հատ ասեմ, տեխնիկական բան, եթե մի անգամ տեղադրենք YouTube-ում, ինքը ինֆորմացիան ճանաչում է, երկրորդ անգամը անիմաստախություն վերջ։ Հորինեց պոտի վրա, բայց ոչինչ, մենք ընդունեցինք, որ չենք ուզեց համոզել, չենք համոզվել, բայց ոչինչ։ Ահա, այդ ձև էր։ Պլյուս միացրեմ։ Փառք Տիրոջը։ Թող պլյուսով լինի։ Սիրելիներ, ծառայությունից հետո միասին կխոսենք նորից 31-ի գիշերը, այստեղ ենք անցկացնելու, մեկ կիրակի էլ ունենք, ժամը 11-ին, մյուս կիրակի վերջին, տարվա վերջին կիրակին է, չորեքշաբթի օրը տարվա վերջին ծառայողական հավաքույթն է, եկեք միասին քույրերը թող թխված բերեն, համով չաղանանք, չորեքշաբթի օրը ուրբաթ օրը չի լինելու ծառայություն, որտեղ հինգշաբթի օրը վերջին ծառայություն տարեվերջյան կլինենք Կլին քաղաքում, կիրակի օրը կլինի տարեվերջյան ուրախ ծառայություն, հետո կլինի արդեն ամսի 7-ը Սուրբ Ծնունդը կնշենք, բայց գիշերը 31-ին մի քանիսով այստեղ համով բաներ ենք պատրաստելու եւ լուրջ աղոթքով ընդունելու ենք տարին։ Տերը օրհնի ձեզ, Հովանես եղբայր, Տերը